Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ տեսակետ հաղորդաշարն է, այս ընդհանուր առմամբ մենք խոսում ենք քաղաքականությունից, քաղաքական վերլուծություններ ենք իրականացնում, հրավիրում ենք քաղաքական հանրային գործիչների, բայց այսօր ֆորմատը այլ է լինելու, այսօր հրավիրել ենք մեր լավ ընկերոջը դերասան, ով վերջին ֆիլմերում նկարահանվել է, Հայկին Ավետիսյան, նրա կերպարներից կհիշենք Եզոն կայսրության թևերի մեջ, ճիշտ եմ չէ ասում։ Այո, իհարկե։ Ուզում ենք ընդհանուր խոսենք ձեր ֆիլմի մասին, ֆիլմը ինչի մասին է ու ձեր կերպարի մասին, որովհետև ինքը բացասական կերպար է ու այդ ֆիլմի մասին այդ բացասական կերպարը, որ դուք շատ լավ եք խաղում, ես դիտել եմ վերջի մի քանի սերիան, միջև հաղորդումը սկսելը, այդ ձեր կերպարին երիտասարդները, երեխաները չեն ուզում նմանվեն։ Ճիշտն ասած, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի համար։ Մենք բացասական կերպարը այսպես է, միշտ եթե դու կյանքով այդպես չես, այսինքն դեմ ես լինում թմրանյութերին, տրաֆիկինգներին, ամեն ինչին, ոնց որ ասած, կարող ես ավելի լավ խաղաս քո դերը կերպարում։ Ու չէ, ճիշտն ասած երիտասարդությունը տեսնում է այդ ամեն ինչը որպես կինոյով լավ ենք մատուցում, բայց մենք հիմնականը շեշտը դրած է նրա վրա, որ երիտասարդությունը վաղ տարիքում մեծացող հասակակիցները, այսինքն երեխաները, չնմանվեն նման կերպարներին, որովհետև դա շատ վատ է անդրադառնում եւ նարկոտիկները, թմրանյութ խմիչներ, ծխախոտներ, դրանք շատ վատ սովորություններ են։ Մենք ուզում ենք այնպես անենք, որ մարդիկ չնմանվեն դրան։ Ես կինոյում նկարահանում եմ ֆիլմում բացասական կերպար, որը որ սենց ասած կյանքով այդպես չեմ, էլի։ Մենք քեզ ճանաչում ենք, ես անձամբ քեզ ճանաչում եմ, դու կյանքով այտենց չես, ընդհանրապես կապ չունես այդ կերպարի հետ, բայց ամեն դեպքում այդ կերպարը հիմա օրինակ 15-16 տարեկան երեխան նայում է, ասենք երիտասարդական պատանին նայում է այդ ֆիլմը, տեսնում է, որ քո կերտած կերպարը Եզոն ինչ-որ խառը հարցերի մեջ է, լիքը փող ունի, իր հետ լիքը երիտասարդներ կան, հարցեր են լուծում, չի ուզենա նմանվի։ Դե կուզենա նմանվի, որ գումարը շատ է, ունի ամեն ինչ, հնարավորությունները մեծ է, բայց դա գումարը ինչ է, ձեռքի կեղտ։ Գումարը այդ մեծ հնարավորությունները, եթե այդ ճանապարհով գնան, նրանց հետ անելու է կործանման։ Դրա համար մենք չենք ուզում, որ նմանվեն նման կերպարներին։ Դա շատ վատ է։ Օրինակ հիմա թմրանյութերը ոչ մի վերահսկողություն չկա։ Շատ մի քանի տարի առաջ բոլորդ էլ կհիշեք, որ հեռուստասերիալ եղավ, որը որ հայտնի ռոպագանդում էր թմրանյութեր։ Դպրոցականների, հասակակիցների տարիքային կախվածություն հեռուստասերիալն է, որը բացահայտ ռոպագանդում էր այդ ամեն ինչը։ Բայց վերահսկողություն չկա։ Չէ, ընդհանրապես վերահսկողություն չկա, որովհետև հիմա բոլորս էլ անձեն աշկով թե էկրանից դուրս, մեր շրջապատող մարդկանց հետ դուրս են գալիս, շփվում ենք, տեսնում ենք միշտ բակերից, մի շարք հեռավորության վրա, կամ ավտոբուսի կանգառներում, տեսնում ենք, որ Telegram-յան QR կոդեր է դրած, դեռահասը ոնց որ ասած միացնում է, այս վերահսկողությունը պարզ է, որ չկա, բայց նայ, օրինակ 2010 թվականին ես հիշում եմ, որ Որոգայթ սերիալ կար, որը 2010 թվականից հետո ինչու չնկարվեց, որովհետև այդ քրեական ենթամշակույթը շատ էր արդեն մարդկանց տներն էր արդեն մտել, մարդիկ ուզում էին նմանվեին սերիալի դերասանների, ապրում էին դրանով, այդ ժամանակվա իշխանությունների կողմից ստոպ արվեց դա, քանի որ դա իրականում մեր հասարակության համար շատ արատավոր երևույթ է, բայց այսօր այդ ամենի կանխարգելի չենք տեսնում։ Հիմա մի քանի սերիալներն է կա, վերջերս դուրս էր եկել Սուրբ սերիալը, որը նկարահանվել նաև կինոթատրներում ցուցադրվեց վերջին մի քանի սերիալները, այսինքն դրա մասին ընդեղել էր, էլի դուք դիտել եք այդ սերիալը, պատկերացում ունեք, չէ՞։ Հիմա այդ սերիալում, օրինակ վերցնենք այդ սերիալը, այդ սերիալում կրկին անգամ էլի նարկոտիկներ, մարդասպանություն, քրեական ենթամշակույթ, ու այդ ամեն ինչն է ցուցադրվում այսօր չենք տեսնում սերիալներ, ասենք, չգիտեմ, ժամանակին, որ սկզբում նկարահանվում էր, հիշում եք, չէ՞, ինչ որ սերիալներ կային, դժբախտ երջանկություն բան, ինքն էլ էր ինչ որ էլի դեգրադացման տանում, բայց հիմա հասել ենք նրան, որ ամբողջը կրիմինալի հետ կապ ունի ու այդ ժանրն է դիտվում։
Դե ասեմ ձեզ, Շատ է էլի կրիմինալ է էլի ամենայն հարգանքով բոլոր սերիալի նկարահանողների, բոլոր անձնակազմի հանդեպ, բայց այսօր ավելի շատ կրիմինալն է տիրում սերիալների մեջ։ ասեմ ձեզ, որովհետև Հայաստանում հիմա եթե մենք նկարահանենք կոմեդիա, ոնց որ ասած, այդքան շատ դիտում չի հավաքի, իսկ քրեական ենթամշակույթ պարունակող ֆիլմերը, դե մենք բոլորս էլ կինոյի մարդ ենք, ամեն մեկս մենք մեր գործն ենք անում, որովհետև քրեական ենթամշակույթը մենք ոնց որ ասած sense տարածում ենք, բայց հիմնականը մենք շեշտը դրած ենք, որպեսզի այդ ամեն ինչը որ արվում է, լինի սա սահմանների մեջ, ոչ մի սահմաններից դուրս չի լինում։ Հա, բոլոր ֆիլմերում էլ կան սպանություններ, կրակոցներ, դավադրություններ, դավաճանություններ, սցենարային է դա։ Բոլոր ամեն ինչը, նույն ամերիկյան ֆիլմերը, նույն ռուսական ֆիլմերը, օրինակ 2098-2000 թվականներին Բրիգադա հեռուստասերիալը, որ բարձրացավ 15 մասանոց էր, եթե չեմ սխալվում, Ռուսաստանում բոլորը նմանվում էին այդ 4 ընկերներին, որովհետև նրանք էլ մեծացան, ոնց որ Սլովը Պացանի ֆիլմը, սենց ասեմ, օրինակ չէ, օրինակ հիմա ձեր բերած օրինակով սենց Ռուսաստանում այդ ժամանակ այդ ենթամշակույթը գրեթե բոլորը կրում էին, մեծամասնությունը, Հայաստանում էլ էր պահանջարկը կար հա այդ ժամանակ, նաև հետ սովետական երկրներում այդ պահանջարկը կար, չէ, բրիգադայի, որ ստեղծեցին, բայց այսօր մենք այդ պահանջարկը ունենք, որ այդքան կրիմինալ ֆիլմեր է դիտվում։ Չեմ կարող ասել պահանջարկը, բայց ոնց որ ասած ֆիլմ արտադրությունը մեր հայ ազգին, հայ երիտասարդությանը դա է դուր գալիս, բայց մենք փորձում ենք սցենարային այնպես անել, որ նման կերպարներին Հա, վերջում հաղթում է բարին, ով պայքարում էր, ասենք, նարկոտիկների դեմ, սպանությունների դեմ, ոստիկանության շեշտն է դրված, որ ոստիկանությունը պետք է լավ աշխատի, օրինակ շատ կան քրեական ենթամշակույթային ֆիլմի մասով եմ ասում, որ ասում ենք պարունակում են քրեական ենթամշակույթը, դա օրինակ կա հեռուստասերիալներում, որ սենց ասած քրեական հեղինակություններին ձերբակալում են, տանում են, այսպես ասած, իրենցով են անում, որ դառնա իրենց մարդը, ոստիկանությունը, այո, ագենտ են սարքում, կարողանան, որպեսզի ոստիկանությանը ինֆորմացիա տա, որպեսզի կարողանան կանխել ամեն մի հնարավոր վտանգները։ Հիմա մեր Հայաստանում հասարակության մեջ էլ այդպես, կարող է դու մի քիչ ասենք հարևանիցդ ուժեղ ես, հարևանդ մի քիչ թույլ է կներես, ասեմ, հարևանդ մի քիչ թույլ է, չի կարողանում, ինքը ոնց որ սկսում է ոստիկանության հետ արդեն համագործակցել, որովհետև ինքը ինձ նեղություն է տալի, կարող եմ մի սխալ բան անեմ, ինքը ինձ ուրիշ ձև նայի, ուրիշ ձև վերաբերի։ Բայց ոստիկանության հետ համագործակցողներին մեր հասարակությունը շատ վատ աշխով է նայում ու այսօր ձեր կարծիքով ճիշտ է ոստիկանության հետ համագործակցելը հասարակության համար։ Ես չեմ ասում ձեր անձնական մոտիվները դուք կհամագործակցեք, թե չէ։ Հասարակության մասին ենք խոսում, հասարակության համար պետք է որ այդ համագործակցությունը շատ լինի, թե պետք չի լինի։ Գիտեք, եթե ոստիկանությունը իր տեղում լինի, եթե հայը ընդհանրապես մարդը, եթե վստահ լինի, որ ոստիկանը իր կողքին է, ոչ թե ինքը ուղղակի գումար է ստանում հրաման կատարելու համար, այլ իրական ոստիկանը պետք է լինի քաղաքացու կողքին, որ քաղաքացին իրեն պաշտպանված զգա։ Իսկ մեր այսօրվա հասարակության մեջ ոստիկանությունը Պարզ է, ոստիկանությունը իր տեղում չի, եթե ոստիկանությունը իր տեղում լիներ, ոստիկանությունը այսօր այսքան թմրանյութերի հետ երիտասարդությունը գործ չէր ունենա, չգիտեմ, պատերին QR-ներ չէին լինի, ինչ-որ տելեգրամյան կանալների, ալիքների անուններ չէին լինի, այսինքն այդ ամեն ինչը որպես այդպեսին չկա վերահսկողություն, անգամ մեր երիտասարդական կազմակերպության անդամները, հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները, նաև անձամբ ես էլ մի քանի երիտասարդներով մենք շրջել ենք Երևանի կենտրոն վարչական շրջանում եւ մաքրել ենք պատի վրա գտնվող նման տելեգրամյան ալիքների անունները, բայց դա մեզնով չի սկսում, դրա համար կան պատասխանատու մարմիններ, ովքեր պետք է վերահսկեն, այսօր իրականում ճիշտ եք ասում, որ չկա այդ վերահսկողությունը։ Հենց անցնենք կինոյին, կինոյի մասին խոսենք, օրինակ մենք ժամանակին ունեցել ենք, ասենք, ֆիլմ արտադրության շեդևրներ, որտեղ ասենք խաղացել են Մհեր Մկրտչյանը, Ֆռունզիկը եւ այլ ֆիլմեր, որոնք իրականում իրենցից մեծ արժեք էին ներկայացնում։
Բայց այսօր այդ գործընթացը որպես այդպեսին ներքև է գնում, չենք տեսնում էլի ու Հայաստանում այն նկարահանման, չգիտեմ, տեխնիկան, թե չգիտեմ, ինչը չկա, որ ոնց որ Ամերիկայում կամ չէ, ոնց որ տարբեր երկրներում, որոնք ասենք, չգիտեմ, շատ լավ ֆիլմեր են նկարահանում, օրինակ, չգիտեմ, ինչու ֆիլմ չունենք, ասենք Տիգրան Մեծի մասին, որ ամբողջ հայ ժողովուրդը հիշում ու հպարտանում է Տիգրան Մեծ, ասենք թագավորով։ Դե օրինակ ֆիլմ արտադրությունը ես վերջերս Սպարապետ կինոն նկարեցին, շատ լավն էր, իրոք ես շատ հավանեցի գործը, ասեմ։ Գործը մի հատ արի հենց Սպարապետ ֆիլմը հիշեցրեցի, ուզում էի դրա մասին խոսենք, բայց հենց հիշեցրեցի, արի երկրորդ հարցը տամ ու քո միտքեք շարունակես Սպարապետ ֆիլմի հետ կապված։ Վերջին Սպարապետը որպես այդպիսին ֆիլմի անունը, չէ՞։ Մեր հայ ժողովուրդը դեռ ապրելու իրավունք ունի, խի վերջին Սպարապետը, եթե մենք չենք ունենալու այլ Սպարապետներ, պետք է ունենանք։ Մեր երկիրը այն իրավիճակում է, նախ վերնագրի մասով, ասեմ։ Երկրորդ ինքը ամբողջովին նկարահանված էր ինչ որ ընտանեկան միջավայրներ նկարագրած ավելի շատ իր, քան թե քաղաքական ռազմական գործողությունները, որտեղ այդ մարդը առաջին հերթին որպես այդպեսին ընտանիքի մարդ չի եղել։ Եղել է պետության, քաղաքականության, արցախյան հերոսամարտի մարդ, որի մասին պետք էր դա նկարել։ Դե այդ արդեն ոնց որ ասած սցենարային աշխատանք է, ես չեմ նկարահանվել այդ ֆիլմում, ուղղակի ֆիլմը դիտել եմ, ես չեմ կարող ասել, թե ոնց են մարդիկ մտածել գրելու։ Երևի ուզեցել եմ։ Չէ, օրինակ դու Վազգեն Սարգսյան ասելով չես հասկանում, չէ, ինչ որ մեկի հոր եղբայր, ինչ որ մեկի քեռի, ինչ որ մեկի։ Ես հասկանում եմ, որ ինքը մեր սպարապետն է։ Սպարապետ։ Այո։ Հենց սպարապետ բառը ամեն ինչ բնութագրում է, երևի պետք է այդ ֆիլմի մասին, սպարապետի մասին։ Դե երևի որ բոլորս իր մասին ամեն ինչ գիտենք, որ ինքը եղել է քաղաքական գործիչ, հիմա ոնց որ ֆիլմ նկարենք Տիգրան Մեծի մասին, Տիգրան Մեծի ընտանիքի առօրյան ու ինչ որ մի քանի Տիգրան Մեծի առօրյան ոնց է եղել ընտանեկան։ Օրինակ Վազգեն Սարգսյանին էլ, Լուսավորքի Վազգեն Սարգսյանին էլ մենք չգիտենք ինչպես է եղել իր ընտանիքը, դրա համար սցենարիստը սցենարային աշխատանքներ կատարելուց նկարագրել է ընտանեկան միջավայրը, որովհետև մենք ընտանեկան միջավայրից դուրս մենք իր անցյալը արդեն գիտենք, թե ինչ անցած ուղիներ ա ունեցել ինքը։ Լավ, ամեն դեպքում արի անցնենք կայացության թևերին, ինչ է սպասվում քեզ, որպես այնտեղ եզո, որպես այդ կերպարի ներկայացնողի, ինչ է լինելու եզոյի վերջը։ Եթե չկարենք շակերտներ չբացենք, որովհետև շատ դիտողներ կան, այո, շակերտները չեն բացի, նոր զարգացումներ ա լինում, դե բոլորդ կդիտեք, տեսնեք դեռ ինչ զարգացումներ ա լինում։ Մնացածը ինքը շատ հետաքրքիր զարգացումներ ա լինում, էլի թե ինչպես, ոնց։ Այ վերջերս ազգային ժողովի փոխնախագահներ միջև այդ, ով քննադատեց Ալեն Սիմոնյանի մասին է խոսքը ֆիլմի հետ կապված, ասաց որ պետք է փակվի նման ֆիլմը իրենից ինչ որ վատ տարեր է ներկայացնում, դրա մասին ինչ կասեք, ձեր դիրքորոշումը ո՞րն է, որ ազգային ժողովի նախագահը քննադատում էր այդ ֆիլմը, այսինքն ինքը կայացած է որպես այդպեսին կայացած ֆիլմը, որ քննադատում են, ասեմ, միշտ կա ընդհանրապես ոչ թե քաղաքական գործիչների մասին, այլ ընդհանուր ազգաբնակչության կա մի ստվար տոկոս զանգված, որը որ քննադատում է թե կլինի ֆիլմ, թե կլինի երաժշտություն, դա լինում է նրանից, որովհետև գործը շատ լավ է եղած։ Այսինքն էս փնովելը միշտ էլ կա, բացասականն էլ կա, լավն էլ կա, դրականն էլ կա։ Հիմա իմ կերպարին անցնեմ, ես ասեմ, մինչև հեսա իմ կերպարով ասեմ, ձեր հարցին եք պատասխանեմ, դիտումներ շատ են ունենում։ Ես միշտ կարդում եմ այդ իրենց մեկնաբանությունները, լավն էլ կա, վատն էլ կա։ Ես վատին չեմ անդրադառնում, որովհետև այդ վատ մեկնաբանություններ գրողները իրանք ուղղակի իմ համար դատարկ տեղ են։ Ասած ասեմ, ճիշտ է, մի քիչ կոպիտ անցում, բայց դա է դա։ Ովքեր որ դրական են արձագանքում, մարդիկ հասկանում են, դրական հասկացողները, դրական մեկնաբանություն գրողները հասկանում են, որ դա ֆիլմ է, ֆիլմն ու իրականությունը լրիվ տարբեր է։ Մարդիկ չեն հասկանում, ինչ են անում։ Ֆիլմում այս կերպարը խաղած, այս բացասական կերպարը կարող է հաջորդ ֆիլմում խաղա դրական կերպար ու նայեն, վերցնեն, ասեն, չէ, այս մարդը չի կարող, բայց այդ մարդը մենակ բացասական կերպարով չի, նա դրական կերպարով էլ է հանդես գալի։ Առօրյայում
սկզբից ճիշտ նշեցիք, որ դուք ինձ էլ ճանաչում եք, գիտեք, որ ես իրականում այդպեսի մարդ չեմ, ու ես իմ ընկերական շրջապատով մենք ամբողջովս պայքարում ենք այդ թմրանյութերի դեմ, թմրանյութ վաճառողների դեմ, ովքեր որ մեր երեխեքին ուզում են տանեն կործանման։ Ես մի շատ լավ խոսք հիշեցի մեր գեներալ Սերյան Սարոյանը լուսահոգի, ասում է իր բառերով ասած ասեմ, ասում է խմել ես, քեֆդ լավ է, ոչ եմ։ Ասում է, ինչ է այդ զիբիլը քաշում եք, թունավորում եք համել, ասում է տղամարդկությունից էլ են անգամ։ Մեր երեխեքին, մեր ջահելներին խորհուրդ եմ տալի, հեռու մնան նման բաներից։ Պետք չի, դա վատ է, կործանման է տանում։ Եթե խորհուրդս կլսեն, որպես իրանց, չգիտեմ, մեծ աղբեր, որպես ընկեր, չգիտեմ ոնց ասեմ իրանցը, ես ուղղակի խնդրում եմ իրանցը, ոչ թե ասում, ոչ թե պահանջում, այլ խնդրում եմ, որ նման բաներից հեռու մնան։ Օրինակ քո կերպարը ինձ շատ է դուր եկել, որպես շատ լավ ես խաղում, ասեմ իմանաս։ Քո կերպարը հնարավոր է, որ բացի ինձնից այլ մարդիկ սիրեն, որովհետև նայում են ֆիլմը, ես օրինակ ինձ դուր է եկել այդ կերպարը խաղալու։ Ասեմ, շատ են սիրում, շատ մարդիկ են ովքեր որ ճանաչում են, բացի ճանաչել է անծանոթ մարդիկ, որ դուրսը ձեզ տեսնեն, իմ կարծիքով անծանոթ մարդը չի մանը, որ դուք եք այդ դերասանը, որովհետև դե հիմա կերպարանը փոխված եմ, այնտեղ բեղերով, sense շոր բեղերով, բայց մարդիկ հեչ եղել է, որ քեզ անծանոթ մարդիկ ճանաչեն այդ կերպարի հաշվին։ Չէ, այդ կերպարի հաշվին չի եղել, որ ճանաչեն, ուրիշ հեռուստասերիալում որ նկարահանվել է։ Բայց պետք է այդ մորուքը դնել ու դուրս գալ փողոցով քայլել ու կարելի է հնարավոր է նման մտ ինչ որ մի բան կազմակերպենք։ Նկարահանման ժամանակ եղել է, որ նկարահանումները գնում էր, ես այդ կերպարով էի, դե մարդիկ արդեն ոնց որ ասած, որ նկարահանվեցինք, հետո արդեն մի քանի սերիա եթեր էր գնաց է, նորից էլի տես նկարահանումներ որ գնում էր, դե ես որ արդեն նկարահանումները վերջացել են, միջև թրաշ բանը, սափրս գալը, ասես թրաշս գալել, ես այդ կերպարով էի, մարդիկ ճանաչում էին արդեն մի քանի սերիա։ Ինչ էին ասում, որ տեսնում էին։ Դե տեսնում էին, ասում էին ես տենց վատ կերպարներ խաղում, որ կանգնում ենք զրուցում ենք իրար հետ, ասում են, բայց դու շատ լավն ես, էլի քո կերպարին, բայց հեչ բնորոշ չի քեզ, այսպես հերոստա դիտողներին, մեր սիրելի հայրենակիցներին հիշեցնել, որ դերասանը դա նրա մասին է, որ կարա բացասական դեր խաղա, կարա դրական դեր խաղա, բայց ինքը այդպեսին չի։ Ինչ է նշանակում դերասան, բառակապակցությունը։ Դեր ասա, այսինքն ես դու քո դերը ասում ես, իսկ արտիստները լինում են բեմում։ Հիմա մենք չենք կարող կինո դերասանը համարվի արտիստ։ Արտիստը լինում է բեմում։ Դեր ասա, դերը ասա։ Այսինքն հիմա կարող է անես մի պահ կա, որ մենք թատրոնում էլ դեր խաղանք, բայց այդ չի նշանակում, որ մենք թատրոնի դերասան ենք։ Մենք կինոյի դերասաններ ենք։ Ես ավարտել եմ մանկավարժական համալսարանի օպերատորության բաժինը։ Թատերական ինստիտուտ երկրորդ քննությունից ես կտրվել եմ, ընդունվեցի պետական մանկավարժական համալսարան օպերատորության բաժինը, որ բնորոշ էր էլի դերասանությանը, ես կինո օպերատորություն սովորեցի, ավարտեցի ու իմ դիպլոմային աշխատանքը փոքր 15 րոպեանոց դիպլոմային աշխատանք, որը որ ես նկարել եմ իմ ընկերների ուժերով ինձ օգնել են ու քննությունում ամենաբարձր գնահատականը ես ստացա։ Իսկ հիմա հանձնեմ ձեր նախորդ հարցին, որ Ալեն Սիմոնյանն ասել էր, դե իր կարծիքն է զուտ, մենք նկարել ենք, բայց իր կարծիքը ինքը ազգային ժողովի նախագահն էր այդ ժամանակ։ Դե գիտեք ինչ կա, ամեն մարդ եթե իր գործով զբաղվի, քաղաքական գործիչը քաղաքականության, ոստիկանը ոստիկան, հողագործը հողագործությամբ, ինժեները ինժեներությամբ, դերասանն էլ դերասանությամբ, որովհետև մեր այսօրվա հասարակությունը բոլորս մեր գործերը թողել ենք կոնկրետ, ասենց ասած մտել ենք քաղաքականության դաշտ։ Մենք դերասաններ ենք, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Դե ինչա իրանց մասնագիտությունն է։ Մենք մեր դերասաններով, մեր մասնագիտությամբ, մեր ֆիլմերով, մեր ամեն ինչով։ Հիմա օրինակ ինձ եթե ասեն, արի խոսքի չգիտեմ կառավարության շենքում կամ ինչ-որ ազգային ժողովում
Այսինքն պաշտոնն է։ Եթե ես այդ պաշտոնից չեմ հասկանալու, ես չեմ գնալու։ Իմը դերասանությունն է, արվեստն է, կինոն է, մշակույթն է, ես այդ կողմից, մնացած կողմերից ես չեմ հաստատ գնա։ Իսկ կայսրության թևեր ֆիլմը, այս վերջի եթերաշրջանը ամբողջովին նկարահանված է, հա, արդեն թե դեռ նկարահանումներ գնում են։ Հնարավորություններ կա, որ շարունակական է լինելու, էլի։ Կանոնները։ Իսկ նոր ինչ ֆիլմերի մեջ եք դուք խաղացած, ինչ կերպարներ ու նոր ֆիլմեր կան արժևում, որ պատրաստվում են։ Այո, կան, նաև, այսպես ասեմ, ես ունեմ ֆիլմի սցենար գրած, որը որ փորձում եմ կյանքի կոչել։ Դե մի քիչ ոնց որ ասած ուզում ֆինանսական վիճակն է, պատկերացնում եք արդեն մնացած հարցերը, հովանավորչական հարցերը, մի քիչ տեխնիկական խնդիրներ ա մնացել։ Դա էլ որ վերջացնենք, արդեն կսկսեմ իմ ֆիլմը արդեն նկարահանել, սցենարը ես եմ սցենարիստը, իսկ այս վերջին խաղացած կերպարը, որը որ խաղացել եմ, եղել է անվտանգության աշխատակից տիկնապա, վերջին գամբիտը քրեական դրաման, որը որ նկարահանվում է Հայաստանում, եւ խաղացել եմ Վենդետա քրեական կրիմինալում, էլի անվտանգության աշխատակից, դպրոցական մի տենց հեռուստասերիալ կար, որտեղ որ ռեստորանում հաճախորդի կերպար խաղացի, դա էլ շատ սիրվեց, մի փոքր էպիզոդիկ հատված էր, դա էլ շատ սիրվեց ժողովրդի կողմից։ Դետի այդ ֆիլմը, եթե չեմ սխալվում, Շանթ հեռուստաընկերությունով էր գնում։ Այդ սիթքոմներում եմ նկարահանվել, Մարատի Հայաստանը, սիթքոմում այդտեղ եմ նկարահանվել, եղել են շատ ուղղակի եղել են դերեր, որ առաջարկել են իմ սրտով չի եղել, ես չեմ նկարահանվել, շատ են եղել։ Ուղղակի նկարահանվեցի կայսրության թևերում ռեյտինգային հեռուստասերիալ, որը ասեմ պարոն Վարդանյանը շատ հեշտ է աշխատել է, իրոք նույնն էլ ինքն ինձ ասաց քո հետ էլ է շատ հեշտ աշխատել է, բոլորի հետ էլ հեշտ է աշխատել է։ Ուղղակի բաներ կա, որ ուրիշ ֆիլմերում, ուրիշ կերպարներ որ խաղում ես, մի քիչ դժվարություններ շատ է։ Մենք բոլորս նայում ենք, չէ՞, սկսենք 25-30 րոպե է ֆիլմը, բայց այդ ամեն ինչը տևում է ժամեր, օրեր, դաժե չենք քնում, շատ ենք հոգնում, շատ ենք տանջում, որ ստանանք որակով բան, որակով տեսանյութ էլի, որ կարողանանք նորմալ մատուցել ֆիլմը։ Դա շնորհակալ ենք հրավերի համար։ Ես Հայկ ջան, ինչ մեր հանրությանը, մեր հեռուստադիտողներին կմաղթեք, ինչ կասեք որպես ամփոփում, որ մեր ընդհանուր խոսակցությունը եղավ ֆիլմ արտադրությունից, նաև թմրանյութերի տարածումից, այդ կանխարգելման աշխատանքներից, ինչ կմաղթեք մեր հանրությանը։ Ես նախ առաջինը կասեմ մեր հանրությանը, մեր երիտասարդությանը, որպեսզի չնմանվեն նման կերպարներին, նման բացասական կերպարներին, հեռու մնան թմրանյութերից, հա, խմիչքը կարելի է, ես դեմ չեմ, բայց թմրանյութ, սիգարետ, դրանցից հեռու մնալ։ Լիքը լավ գործեր կան կարող են անել, սպորտով զբաղվեն, նույն Գոր Վարդանյանը նույնպես սպորտսմեն է, ասենք դերասանական կազմի գրեթե մեծ մասը սպորտսմեններ են, այսինքն նաև դա է պրոպագանդում, որպես սպորտ միայն պետք չի վերցնել։ Ասեմ, միջև ամփոփումը կներեք մի քիչ երկար է հաղորդաշարը, հատված կա ֆիլմում, որ 15-16 տարեկան երեխաները, ոնց որ ասած, զրուցարանում սիգարետ ծխելուց Նաև քննադատում են այդ հին պատմությունները, որ պարոն Վարդանյանը որ գալիս է տեսնում, հա, այնտեղ նախատում է խրատական, որ ծխելը լավ բան չի, պարապում են, փող է տալիս, ասում ես ամեն ինչը ձեզ, ու երեխեքը այդ գումարը տեսնելուց ված սովորությունից փորձում են հետ կանգնել ու անընդհատ նոր զարգացումներ են տալիս։ Դա
որ մարդիկ նայում են, ասում են տեսեք ռոպագանդա սիգարետը ծխել, բայց չեն հասկանում, որ դա կինո է եւ իրականության հետ դա կապ չունի։ Սպորտով ինքը այնպես արեց, որ մարդիկ այդ երեխեքը վատսովորությունից հետ կանգնեն։ Նաև քննադատում էին ֆիլմում այդ փոքր երեխաների հետ կապված տեսարանները, որտեղ փողոցային կյանքով էին ապրում այդ երեխաները։ Դրա մասով ինչ կասեք, մեկ էլ ֆիլմը, որ սկսում է, ֆիլմի ամեն սերիալի սկզբում ասում է, որ սա նկարահանված է իրական պատմությունների հիման վրա։ Դրա մասին չեմ կարող ինչ-որ բան ասել, քանի որ ես մենակ իմ Իսկ կգա մի օր, որ հենց պարոն Վարդանյանը կներկայացնի, թե ում կյանքի մասին է կամ որովհետև նման կյանքը պետքա հանրությանը հայտնի լիներ, գոնե ինչ-որ զանգվածի։ Չեմ կարող ասել, դա արդեն ոնց որ ասած իր հետ պետք է զրուցեն, չգիտեմ, ես չեմ կարող ոչ մի բան ասել, էլի։ Օրինակ ինձ միշտ հետաքրքրել է թե այդ ֆիլմը ում կյանքի մասին է նկարահանված ու միջև հիմա ես նման մարդու չեմ տեսել, որ այտենց նույնականացնեմ կամ նմանացնեմ։ Հասկացած ես, բայց ես էլ չեմ կարող ասել, որովհետև ես էլ տեղյակ չեմ նման բաներից։ Ես իմ կերպարն եմ խաղացել, որը որ, չգիտեմ, երևի հանրության կողմից, որոշ մասից կողմից սիրվել է, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր որ կերպարս հավանել են, բայց ժողովուրդ ջան, իրականում ես այդպես չեմ, ասեմ ձեզ բոլորիդ էլ, ես այդպեսի մարդ չեմ։ Ովքեր ինչ ճանաչում են, բոլորն էլ գիտեն։ Քննադատության մասով ինչ կասեք, այդ մանկահասակ երեխաները, որ ապրում են փողոցային կյանքով։ Դա է ցույց տալի իրականում, չէ՞։ Դա բոլորս էլ փոքր ժամանակ եղել է, որ ամեն չարաճճիություններ արել ենք, էլի, չարաճճիություններ արել ենք եւ այլն, ամեն մի բան բոլորս ենք արել, ոչ մեկս անթերի չենք։ Բոլորս թե գնացել ենք, ասած ինձ միշտ հետաքրքրել է, ասենց անկեղծ զրույց ստացվեց, ասենք քիթ խուր բան։ Չէ, իրոք էլի, ասենք այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ իրոք չգիտեմ, էլի։ Ասենք քիթ խուր բան։ Այդ չեմ կարող ասել, դե այդ Ամերիկայում ապրող քյարթու երևի չեմ կարող ասել, երևի դա պարոն Վարդանյանի հետ զրուցեն, պարոն Վարդանյանը ավելի լավ կասի, ես չգիտեմ, էլի չեմ կարող ասել։ Եթե մեր հայրենակիցներին ինչ-որ ավելացնելու բան ունեք, ավելացնելու, թող երջանիկ լինեն։ Ֆիլմերը նայելուց կարևոր է մարդիկ տեսնեն, գիտեք ինչը, լավ կողմը, օրինակ վերցնեն լավից, միայն վատը ներկայացնելը, պարզա վատ են ներկայացնում, բայց պետք չի դա վերցնել, օգտագործել, չգիտեմ, իրենց կյանքում ապրել, որովհետև ժամանակներ կային, մարդիկ ֆիլմերով էին ապրում։ Հիմա այդ ժամանակը չի, մի քիչ ավելի շատ կան ֆիլմերով ապրող մարդիկ, այդ որոնց ասում են մնում են կինոյի տակ։ Այդպես բան կա, չէ։ Հիմա քիչ է, չէ, բայց ժամանակին, ասենք, շատ որոգայթի տակ ես այդ տարիներին ծառայում էի բանակում։ Զինվորներն էլ էին որոգայթի տակ մնում անգամ։ Ու հիմնականը լուսահոգի Գեղամի եւ Արամի կերպարներն Գոքորի եւ Գարի։ Ես այդ ֆիլմը տենց չեմ սենց ամբողջովին դիտել, ինչ որ դիտել եմ ինչ որ մի մաս, բայց տենց ամբողջովին որ ասեմ դրա վրա հիմնվել եմ։ Կինոն էլ շատ ուժեղ սցենար ուներ։ Հիմա երկրորդն են, չէ՞, նկարում։ Հիմա ավելի ուրիշ Հարություն Ղուկասյանը սցենարիստ, Իշկանով տեղյակ եմ, ավելի լավ բան են ուզում նկարահանեն, ինքը շատ լավ է լինելու, որովհետև Որոգայթում միշտ բարին էր հաղթում, անընդհատ ուզում էին չարը, բայց չարը երբեք մեր ֆիլմերում միշտ էլ բարին հաղթում է, ես հայկական ֆիլմարտադրության մեջ չեմ տեսել։ Կյանքում էլ այդպես, ովքեր որ բարի գործ են անում, այն մեկը ուզում է խանգարի, միշտ Աստված պատժում է։ Մենք Աստվածապաշտ ժողովուրդ ենք։ Ինչ ասեմ, եթե մեր հաղորդումը մոտենում է ավարտին, ասեմ մեր հայ ազգին մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, մեր երիտասարդներին էլ թող հեռու մնան նման վատսովորություններից։ Շնորհակալություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ, կրկին տեսակետ հաղորդումներ, սիրելի հայրենակիցներ, այս անգամ մեր հաղորդումը որպես այդպեսին ստացվեց մշակութային կինոյի մասին, կայսրության թևեր ֆիլմի մասին, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։